Սևանավանք վանական համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզում, տեղակայված է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները 874 թվականին։ Ըստ ավանդության Սևանավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին և հեթանոսական Մեհյանի տեղում կանգնեցրել է նոր հավատքը խորհրդանշող փայտակերտ մի խաչ։ Որոշները պնդում են, Սևանավանքի տարածքում նա կառուցել էր Սուրբ Հարություն եկեղեցին։ Հիմքից կարելի է ենթադրել, որ մեծ չափերի է եղել, կենտրոնագմբեթ բազիլիկ ոճի։ Մատենագրական ու վիմագրական տվյալների համաձայն Սևանա եկեղեցիները կառուցվել են 874 թվականին, վանքի առաջնորդ Մաշտոց Եղվարդեցի վարդապետի օրոք։ Սևանավանքը հայտնի է նաև Մարիամաշեն անունով, այսինքն Մարիամի կողմից կառուցված։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է Մարիամ իշխանուհու կողմից 874 թվականին։ Ավանդության համաձայն Մաշտոց Եղվարդեցի վանականը, ով Սևանավանքում 10 տարի ապրել էր որպես ճգնավոր, երազ է տեսնում, որտեղ 12 առաքյալները գալիս են նրա մոտ և կարգադրում իրենց անունով եկեղեցիներ կառուցել։ Մաշտոցն իր երազը պատմում է Մարիամին, ով խոստացել էր 30 եկեղեցի կառուցել ի պատիվ իր ամուսնու՝ Սյունյաց Վասակ իշխանի։ Իշխանուհին տպավորվում է վանականի պատմությամբ և նախաձեռնում է համալիրի, Սուրբ Առաքելոց, Սուրբ Կարապետ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների կառուցումը։ Վանքի հեղինակությունը միջնադարում այնքան մեծ էր, որ ժողովուրդը համարել է, որ 3 անգամ Սևան ուխտի գնալը հավասար է 1 անգամ Երուսաղեմում լինելուն։ Սակավաթիվ մարդիկ էին կարողանում վանք հասնել, քանի որ բոլոր կողմերից շրջապատված էր ալեծուփ ջրերով։ Ասում են, այնքան խստակրոն էին եկեղեցու սպասավորները, որ կնոջ ոտքը առհասարակ արգելված էր միաբանություն։ Միայն Մարիամ իշխանուհին է մուտք ունեցել վանք, ում համար Առաքելոց եկեղեցու հյուսիս-արևմտյան կողմում փոքրիկ անցք էր բացվել դեպի իր խուցը, վերջինիս հաղորդակից դարձնելով Սուրբ Պատարագներին։ Սևանավանքը ունեցել է 4 եկեղեցի, 1 գավիթ և օժանդակ շինություններ։ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներին կից գոյություն ուներ մատենադարան և դպրոց։ Վանքի տարածքում է եղել նաև միաբանությանը պատկանող բնակելի և օժանդակ շինությունները։ Կղզում երկար ժամանակ պահպանվել էր մի քառաթև, կարմիր քարից կերտված խաչքար, որը ըստ ավանդության օծել էր Գրիգոր Լուսավորիչը։ Խաչքարը հետագայում կորել է։ Կղզում կանգնեցված եկեղեցիները ներգործում են իրենց ծավալային ձևերով և ուրվանկարով, որոնք պարզորոշ գծագրվում են կապույտ երկնքի և լճի զմրուխտ ֆոնի վրա։ Եկեղեցիների տեղադրությունը, նրանց բացարձակ չափերի տարբերությունը հետապնդել է մի հիմնական նպատակ՝ հասնել ճարտարապետական կառուցվածքների և բնության ներդաշնակությանը, նրանց փոխադարձ սերտ կապին։ Առաքելոց եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է քառասյուն գավիթ, որը կանգուն է եղել մինչև 1930-ական թվականները։ Գավիթի սյուները պսակվել են հայկական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ փայտե քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Առաքելոց եկեղեցու հյուսիսային պատի տակ է գտնվում Սևանի խաչելիության տեսարանով ամենափրկիչ խաչքարը։ Ի սկզբանե խաչքարի տեղադրության վայրը եղել է Սևանի ափամերձ հատվածում գտնվող Նորաշեն գյուղը, որտեղից և 19-րդ դարի վերջին տեղափոխել են Սևանավանք։ Քիվին առկա արձանագրությունից իմանում ենք, որ այն կերտել է Տրդատ կազմողը 1653 թվականին՝ ի բարեխոսություն Հայրապետի և Ռեբեկայի։ Խաչքարի վրա տեղադրված են 9 տեսարաններ՝ խաչելիությունը, դժոխքի ավերումը, Քրիստոսի երկրորդ գալուստը, ամենակալը Չորեքբերյան աթոռին, մեղքի կշիռը, դատաստանին սպասվող մեղավորներն ու արդարները, Աստվածածի նմանական հետ, Եզն ու Էշը, որպես ցուցում ծննդի։ Խաչարձանի կենտրոնում խաչելիությունն է։ Քրիստոսը խաչված է ծաղկուն խաչի վրա։ Խաչի երկու կողմերում կանգնած են Մարիամ Աստվածածինը և Հովհաննես Ավետարանիչը։
Խաչելիության տակ խաչքարային քանդակում դժոխքի ավերման տեսարանն է։ Քրիստոսի ոտքերի տակ դժոխքի դռներն են։ Աջով բռնել է Ադամի ձեռքը, որն էլ իր հերթին բռնել է Եվայի ձեռքը։ Ձախ ձեռքի խաչ գավազանով խոցում է օձամարմին գալարուն վիշապներից մեկին, իսկ աջով մյուս վիշապի բերանից դուրս է հանում իրար ձեռք բռնած Ադամին և Եվային։ Հորինվածքի վերին աջ անկյունում պատկերված ծառը, որը խորհրդանշում է դրախտը, ծանրաբեռնված է խաղողի ողկույզներով, ոչ կանոնիկ մի պատկեր, որը սակայն լիովին համապատասխանում է իդեալական կենսատարածքի որպես խաղողի այգու մասին հայ միջնադարյան պատկերացումներին, իդեալական աշխարհի, այդ թվում դրախտի, որպես խաղողի այգու մասին հայ միջնադարյան պատկերացումների ու պատկերագրության վերաբերյալ։ Քիվից ներքև ձախ կողմում կրկին Հիսուսն է ամենակալ տիպի պատկերավորմամբ, աջ ձեռքը բարձրացրել է վեր, օրհնելու համար, իսկ ձախը տարել կրծքին։ Այս տեսարանում Քրիստոսը շրջապատված է կենդանակերպի 4 կենդանիներով՝ Մատթեոս մարդ, Մարկոս առյուծ, Ղուկաս ցուլ, Հովհաննես արծիվ։ Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։ Մարկոսը նույնացվում է առյուծի խորհրդանշով, որովհետև իր ավետարանը սկզբում առյուծի նման քաջաբար հայտարարում է, որ Հիսուսը Աստծո որդին է։ Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա ավետարանը սկսվում է Զաքարիայի տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանշով, որովհետև նա իր ավետարանի սկզբում սավառնում է վեր, հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։ Այս պատկերաքանդակից ներքև Մարիամն է գրկում առած մանուկ Հիսուսին, ապա պատկերված է երկու կենդանի՝ էշ ու ես, որով Տրդատը ցանկացել է պատկերել Հիսուսի ծննդյան տեսարանը։ Կենդանիներից էլ ցած պատկերված են 3 թագազարդ ֆիգուրներ, կանգնած իրար կողքի, ձեռքերը աղոթավորի ձևով ափով դեպի ներս, նույնացվում է մոգերի հետ, բայց դրանք արդարների դասն է, վերջին դատաստանի տեսարանի հետ կապված, իբրև խաչարձանի ձախ կողմի պատկերագրության մաս։ Հակադիր կողմում վերից վար վերջին դատաստանն է պատկերված, ամենից բարձր Հիսուսի գլուխն է, աջից և ձախից Արեգակն ու Լուսինը, իսկ նրանց տակ 4 հրեշտակները, փողերը, բերանները։